դեր իմ հովիվս է, ես սպանիմ գարոդություն պիտի չունենամ, զիս խոդավետ արոտներու մեջ կբարգեցնե հանդարտ չրերուկով ինձի գարաչնորդ է։ Հոգիս կնորոք է իր անվան համար արդարության ջամփաներու մեջ գարաչնորդ է ինձի։ Թե մահվան շուքի ծորին մեջ ալ բդդիմ, չարեմ պիտի չվախնամ, կանզի թուն ինձի հետ ես կուծու բդու կավազանըտ անոնք զիս պիտի մխիտարեն։ Սեղան կպադրասես իմ արջևս, իմ թշնամներուս դիմաց, իմ գլուխս յուղով գոձես, իմ բաժակս խիստ լեցուն է։ Իրավի փայրարությունն ու ողորմությունը ինձի հետ պիտի կան, կյանքիս բոլոր օրերում մեջ եւ շատ օրեր դերոջը դունը պիտի փնագիմ։ Սիրեներ գահավաքվինք այսօր դերոջը դանը մեջ, որովհետև շատ սիրելի քույրը դիգին մագին կփաժնվի մեզ մե արհավետ եւ անշուշտ կմիանա իր դերոջը երկնային դանը մեջ։ Անշուշտ եկած ենք Աստծո մխիթարություն խնդրելու, բայց նաև եկած ենք Աստծո փառք տալու դիգին մագին կյանքին համար եւ քիչ հետ կտեսնենք իր երկար դարիներու ծառայության համար։ Եկեք մեր այս պաշտամունքը սկսենք երկերով 70-րդ երկը ամերիկաներու մեջ առաջին, երկրորդ եւ 5-րդ համարներ երկենք։ Առաջին, երկրորդ եւ 5-րդ երկտիվ 70։ Վերջին համար Երբ որ ուրախ տևով ես վեր թրջի աստղեն ու արևեն երբ որ անցնի օքիս երկեպիդի Աստուծո սրբազան խոսքեն պիտի գարտացվի առաջին թուղթար Թեսաղոնիկեցիս 4-րդ գլուխեն մինչև 5-րդ գլուխին 11-րդ համարը։ Կանզի եթե կհավատանք, թե Հիսուս մեռավ եւ հարություն արավ, նույնպես էլ Աստված ննչեցյալները Հիսուսով պիտի բերե անոր հետ։
Վասնզի ասիկա գսեմ ցեզի դերոջը խոսքով, եթե մենք մինչև դերոջը կալուստը ողջ մնանք, բնավ նչեցյալներեն առաջ պիտի չանցնենք։ Վասնզի դերը ինք աստարարության հրամանով, ռեշտակապետին ցայնով, ու Աստծո փողովը երկինքեն պիտի իջնե եւ Քրիստոսով մերածները առաջ հարություն պիտի առնեն։ Ետքը մենք ալ որ ողջ մնացած ենք, անոնց հետ պիտի հապշտակվենք ամբերով դերոջը արջև ելնելու օթին մեջ եւ այնպես հավիտյան դերոջը հետ պիտի ելնանք։ Ուստի մեկս մեկ մխիթարեցեք այս խոսքերով։ Բայց այն ժամերուն ու ժամանակներուն համար եղբայրներ պետք չէ բան մկրել ցեզի։ Քանզի դուք աղեք գիտեք, թե դերոջը օրը գիշերվա քողի պես պիտի ասնի, երբ ըսելու լան, թե խաղաղություն եւ ապահովություն է այն ադեն գորուստը հանգարձակի անոնց վրա պիտի հասնի, հղիին երկունքին պես ու պիտի չազատին։ Բայց դուք, եղբայրներ, խավարի մեջ չեք, որ այն օրը քողի պես ձեր վրա պիտի հասնի։ Վասնզի դուք ամենքդ լուսո որդիներ եք եւ ցերեկվան որդիներ։ Մենք գիշերվանը չենք, խավարինը չենք, ուրեմն չկնանանք ինչպես ուրիշներ, հաբա արթուն եւ ըսկաստ լանք, քանզի անոնք որ կկնանան, գիշերը կկնանան եւ անոնք որոնք գարպենան, գիշերը գարպենան։ Բայց մենք, որովհետեւ ցորեկվանն ենք, ըսկաստ լանք եւ հավատքի ու սիրո զրահը մեր վրա հագնենք ու փրկության հույսին սաղավարտը գլուխնից տնենք։ Վասնզի Աստված մեզ փրկության համար չորոշեց, հապա փրկություն ստանալու համար մեր Տեր Հիսուս Քրիստոսի ցերկով, որ մեզի համար մերավ, որբեսի թե արթուն լանք եւ թե քնանանք, իրեն հետ մեկտեղ ապրինք, ասոր համար մեկս մեկ մխիթարեցեք եւ իրարու օգնեցեք, ինչպես արդեն գնեք։ Տերը օրհնե իր խոսքը մեր կյանքերուն համար։ Աղոթենք, մեր գլուխները խոնարհեցնենք աղոթք։ Մեր Տերը, մեր Աստվածը, այսօր գուքան քեզ մե խնդրելու ու ողորմությունդ, ու մխիթարությունդ եւ քու սերը։ Խնդրելու քեզ մե ու ողորմությունդ մանավանդ մահվան դիմաց, երբ անկարող ենք դիմադարձելու գանքուն եւ հաստատ կենալու, ողորմություն խնդրելու քեզ մե, երբ մեր կյանքին փոթորիկները գնջեն մեզ, գհարվածեն, հիվանդություններով, անագնգալներով եւ դարբեր տեսակի արգածներով։ Եվ այսօր համար է, որ քու ողորմությունդ կուզենք խնդրել։ Եվ մանավանդ քու մխիթարությունդ կուզենք խնդրել։ Մխիթարված ենք քու զավգիտ մահվան մեջ, քու աղախինիդ մահվան մեջ, Մագի Արսլանյանի կյանքին համար, հավատքին համար, ծառայության եւ բարի վկայության համար։ Մխիթարություն կգտնենք անոր մեջ, որովհետեւ քու խոսքիդ վստահեցավ ինք, երբ հավատաց իր կյանքին ողջության։ Մխիթարություն կգտնենք այսօր, թեկուզ կբաժնվենք ֆիզիկապես, յետին թողելով հիշադակներ եւ միայն հիշադակներ։ Բայց կուքանք մխիթարված եւ փառք դալու քեզի մեր արցունքներուն մեջ, վստահելով քեզի, որ դու մեզ այս աշխարհին համար չես ստեղծած, հապա հավիտյանական կյանքի, հույսի եւ խոստումին համար։ Բայց նաեւ կխնդրենք քեզ այսօր քու սերը մեզի համար, այս դժվարին օրերուն մեջ, նամանավանդ այս մահվան մեջ, որբեսի մահվան մեջ չգործընծնենք այն հույսը եւ այն սերը, որ մեր սրտերու մեջ դրած ես։ Որքան դժվարին լան մեր բարակաները, օգնե որ մենք կարողանանք քու սերը ունենալ մեր սրտերու մեջ։ Եվ հիշել նաեւ քու աղախինդ Մագի Արսլանյանը, որ նաեւ սեր ուներ քեզի հանդեպ եւ իր շուրջ գտնվող մարդոց հանդեպ, որոնց համար իր կյանքը տվավ, ծառայեց, մաշեցուց, քարոզեց, անոնց հետ եղավ, որովհետեւ անոնց փոխանցեք ու սերը, ուր մեր կյանքը գա եւ մեր հույսը։ Եվ ador համար այսօր անգամ եւս կխնդրենք քեզ մեր Տերը, քու ողորմությունդ, մխիթարությունդ եւ սերը,
որովհետեւ մենք ալ գարանանք այս անհույս վիճակներու մեջ, բարականերու մեջ, արգածներու, հիվանդություններու մեջ գարանանք ու ողորմությունը գտնել, մխիթարություն ստանալ եւ սերը ունենալ եւ վստահիլ յամքի փոթորիկներուն մահվան դիմաց քեզի եւ մանավանդ իբրև հավատացյալներ ներշնչելու զիրար հավիտենական կյանքի հույսով եւ աչագից եւ զորագից ելալու քեզի իրարու որբեսի յուրաքանչյուրս գարենա այս հավատքի ընթացքը գադարել հավատարմությամբ, ուրախությամբ եւ ծառայությամբ։ Ողորմե մեզ իդեր, մխիթարե մեզ եւ կուսերը տարածե մեր սրտերում մեջ։ Հիսուսի անունով։ Ամեն։ Դիգին Մագի Արսլանյան ծնած է Սուրիա, Հալեբ, եւ անշուշտ ունեցած է քույր Լենան, որ այսօր նաեւ մեզի հետ է։ Հաջողած է Ալեպո քոլեջ, շատ գարտացող էր Մագին եւ շատերու վկայությամբ զինք հաջող կգտնեիր քրատարանին մեջ։ Եվ անշուշտ իր 10 ընկերուները գսեն թե այդ օրերեն գարչ պատմություններ գկրեր։ Յետն անշուշտ ունի նաև գրքույկներ եւ հաջող Facebook-ի վրա կտեսնեինք իր խոսքերը, գարչ պատկամները եւ նաև follower-ներուն թիվը, որոնք այդ պատկամներուն մտիկ կնեին։ Համասարանական ուսումը ստացած է Հալեբի համասարանի մեջ English literature, անգլերենի մեջ, անգլերեն գրականության մեջ եւ երկար դայներ եղած է Սուրբ Գիրքի ուսուցչուհի Էմանուել եւ Փեթել դպրոցներու մեջ։ Շրջանը նաեւ վարած է Փեթել վարժարանի դնորենության ճաշտոնը։ Նաեւ Սուրբ Գիրք դասավանդած է Քեսաբի մեջ, ամիսներ մնացած է այդտեղ եւ նաեւ Քեսաբի եկեղեցին այդ մեկը փոխանցեց։ Շատեր այստեղ, որոնք ներկա են, իր աշակերտները եղած են, իր բադայները եղած են եւ այդ արիտ տանք վկայության բավական վկայություններ գրնան դալ։ Եղավ նաեւ անշուշտ Գերակրատը բրոցի ուսուցչուհի եւ առաջնորդած է Բադանիա Սևչյանից համակոմարներ Սուրիո մեջ։ Իր աշակերտներու վկայությունով Մագին շատ սիրված ուսուցչուհի էր, ստեղծագործող, Քրիստոսի նվիրված հաղորդակցող եւ նաեւ այդ աբեդարանիչ, ասենք, աբեդարանչության հոգին ունեցող եւ Եվրոպայի մեջ նաեւ child evangelism մանուկներու աբեդարանչության դասընթացքի հետևած է։ Այդ դայներուն շատերու կյանքին թված է եւ առաջնորդած է հավատքի։ Այսի վստահ եմ շատ վկայություն է կրնանք գտնել իր մասին։ Ամուսնացած էր բարոն Ալբեր Դավոդի հետ։ Զավակ չէին ունեցած, բայց միշտ գսեր, ես զավակ չունեցա, բայց դերը ինձի հայրավոր զավակներ դված է եւ ասի անշուշտ շատ ուրախությամբ եւ կողմնակությամբ գսեր։ Ես եւ կանեն Մագին զանոթացանք, երբ աշակերտ էինք, իրենց տանը մեջ մեզ հրավիրած էին որպես աշակերտներ եւ անշուշտ շատ ուրախ մթնոլորտ եւ սիրով մեզ ընդունեցին։ Անշուշտ գիտենք դժբախտաբար այս սույգը բաժնվեցավ եւ ինք իր վկայությունով այդ հանգրվանը բավական դժվար հանգրվան մներ իր կյանքի մեջ։ Յետք իրեն հանդիպեցանք անջարի մեջ, քանի որ Բարոն Շպանգենբերգ Bible School-ի դասընթաց կներ եւ Մագին նաեւ այդ դպրոցի մեջ դասախոսներեն եւ ուսուցիչներեն մեկն էր։ Դարիներ յետք, երբ փոխադրվեցանք նոր մարաշ այստեղ, այս եկեղեցին, օրի մեկը հանդիպեցավ։ Ասա բադվելի գուզեմ ծեր եկեղեցիին անդամ լալ։ Անշուշտ շատ ուրախացա իր այդ որոշին համար, շատ ուրախ եմ, որ մեր եկեղեցին գմիանաս։
անշուշտ նաև զարայեց այս եկեղեցի մեջ հաջող կարոս խնդրած եմ իր մե եւ միշտ այո ասած է լա բացակայության ադեն լա դարբեր արիտներով մագին իր հadoop ոչ ուներ կարոզելու սայքներով PowerPoint-ով bars բայց ցանկի օրինակներով միշտ ցանկեն գխոսեր եւ ադր համար շատ կսիրեին զինք նորմալ աշի մեջ թե այստեղ թե դիգնանցը շատ կսիրեին զինք այս դայներուն հաջող կջամփորտեր Իրաք եւ նաեւ այդտեղ աշխատեր գիներու հետ դարբեր համայնքները նաեւ Դամասկոս կնած քաղաքներ, քյուղեր, ուսուցիչներ մարզելու, բադայիներ, երդասարտներ եւ գիներու խումբեր շատ սպաղեր եւ հաջող սեր մատվելի ակին report ունիմ քրելիք նիշ report կան շուշտ այս տայներուն նաեւ ինք հիվանդությունն ալ նաեւ իր հետ գրեց վերջին այս լիբանանի դակնաբին եւ գիտեք բայթումենի հետ նաեւ բաճար եղավ որ աշխատինք իր միջոցով ընկերակցության հետ օգնելու ընտանիքներու դարբեր ծրագիրներ ունելու եւ այս մեկ անշուշտ միշտ լրությամբ այս բոլոր լրությամբ առանց բամ ասելու միշտ երբ որ գարիկ տեսներ գուզեր օգնել նաեւ լիբանի մեջ MD վարած էր եւ ինչ որ գիտեմ նաեւ Շամյանի մեջ ալ ուսուցչուի եղած է անշուշտ մագին հիվանդ էր եւ նույնիսկ անոր մեջ առանցին գհդեվեր treatment-ի չեր ուզեր փերելալ ասեի մագի փամը գուզեսն էսե կդանին կպերենք հիվանդանոց ասե բադվելի գիտեմ որ շատ սպաղած եք չեմ ուզեր մեգումը փերելալ արդեն դուք շատ կորձ ունիք չեմ ուզեր ցեզ փերնավորել եւ անշուշտ այդ դժվարությունը գրեց միշտ առանցին իր բանտոգի մեջ իր բանտոգի այդ դանը մեջ եւ ետնալ անշուշտ նաեւ կահալի մեջ միշտ խնդալով գսեր երբ գիծա որ կանսեր եմ եւ շատ կար ժամանակ ունեի արդեն 5 տարի եղավ overtime գաբրիմ գոր եւ գսեր որ կանսերը չէ որ իմ մահվան թվականս պիտի որոշե դերը իմ մահվան թվականս պիտի որոշե ոչ թե հիվանդությունը եւ ես պատրաստ եմ երթալու եւ անշուշտ վերջին շրջանին փոխադրվեցավ կահլ եւ շատ ուրախ էր կահլի կահլեն սենյագեն մտնոլորդեն հոգադարութենեն եւ անշուշտ հոնել վայելեց հոգադարությունը նաեւ ձերանոցի այդ հաստատության հիվանդությունը գծարանար մարմինը գդգարանար եւ իր փապակն էր որ գսեր մեգուն չեմ ուզեր փերելալ ադիգա իրաղոտներ գսեր ես պատրաստ եմ երթալու տողդերը զիս իր ցերկերուն մեջ առնե եւ տողդերը զիս իր կով առնե եւ որ մսի որ գիտես մագի երկ մգա մերել մաջանի մեջ գսեմ որ պետք է բարապ ցերկով ելնել գսեմ որ շատ անկիս կխոսե իր մահվան մասին ասոր գիտեմ ասնուտի քեզ համար հարց չէ մահանասն է Բաշտամուկդ մեր մոտ միդլա մի մդակվիր ասի որ բայց մեկ բան գիտեմ որ դու աստոկով բարապ ցերկերով պիտի ճելես ցերկերդ լեցուն պիտի ելնեն անշուշտ մահացավ ձերանոցի մեջ չորեքշաբթի առավոտ կամ չորեքշաբթի առավոտ իսկ ավես մագին մեզի համար մենք ինչ կսենք միսիոնարուի էր մեզի համար եւ շատեր եւ անշուշտ շատերու հասավ այսօր գմյանա իր դիրոջ լեցուն ցերկերով իր ընթացքը գադարեց բարի բادرազմեցավ եւ անշուշտ գենաց բսագը վիդարն է Իշադագը օրտնյալը լա բոլորիս համար եւ անշուշտ իր ցանկի օրինակը թող մեզ բոլորս մղե ուրախությամբ առանց կանկադի քողնակությամբ եւ սիրով դերոջը զարայել ամեն
Բգայթյումը պիտի լսենք World Vision խումբի անդամներեն, բարոն Լևոն Մոմջյանի միջոցով հրամեցեք։ صعب إنه نكرم شخص مثل ماجي بشوية كلمات ببعض الدقايق، لكن رح حاول لأنه واجب علي إنه كرمها إنسانة كرست حياتها لخدمة الرب ولخدمة الآخرين، وتركت بصمة كبيرة بحياتي وبحياتكم كلكم وبحياة ناس حول العالم يمكن بعد ما سمعوا إنه هي صارت هلأ بأحضان الرب. رح خبركن القليل من اللي اختبرته مع ماجي، لأنه بعرف إنه كتار منكن أنتوا عم تسمعوا مثل ما أنا وعم بسمع كنت للقسيس، كنت عم بحس إنه عم بخبر قصتنا كلنا مع ماجي. أنتوا كمان رح تسمعوا وتتذكروا الأشياء اللي اختبرتوها معه، لأنه صعب تكونوا تعرفتوا على ماجي وتكون ما تركت بصمة بحياتكم. أنا عايشت ماجي ب3 مراحل. أول مرحلة كانت معلمتي بنفس هالمدرسة اللي بتشوفوا صفوفها موجودة هنيك. كانت معلمة التعليم المسيحي، وبهالسنتين اللي علمتنا فيهم خلتنا كلنا نصير ننطر صف التعليم المسيحي، لأنه كان عندها قدرة عجيبة إنه تاخد أصعب الأفكار اللاهوتية وتقدمها ببساطة حتى طفل صغير قادر إنه يفهمها. بعدني بتذكر بعض الدروس اللي أخذتها، ولكن اللي انطبع بقلب كل تلميذ كان عند ماجي هو الحب. ماجي كانت أكتر من معلمة، ماجي كانت أم لعشرات إذا مش لميات من تلاميذ. كانت تحمل همومنا الصغيرة والكبيرة، تصلي معنا، تصبر علينا، تجيب لنا سناكس تناكلهم بوقت الصف، ما في كان غير معلمة تعمل هيك. ومن لقاء للقاء مع ماجي كانت هي تروح تفكر فينا بصعوباتنا وتجي بحلول لمشاكلنا السخيفة والمخيفة. مثل رفيقنا اللي مرة كان جايب حلق بالسر على المدرسة وضيعه، وقعدت ماجي تفتش معه. أو مثل التلميذة اللي كانت خايفة وزعلانة على علاماتها، والأصحاب المخانقين بسبب الغيرة بيناتهم كانت ماجي هي تصالحهم، والصبية اللي انكسر قلبها لأنه حبيبها تركها بتلاقي ماجي قاعدة حدها وعم بتعزيها، وحتى التلميذ اللي كان عم بيفكر بالانتحار. مش كلهم لاقوا حلول، بس كلهم لاقوا محبة وقبول عند ماجي. تاني مرة التقيت فيها لماجي كانت أول وظيفة إلي بعد ما تخرجت من المدرسة تقريباً من 20 سنة، وهون كنا بالورد فيجن. لهلأ بعدني بقول كانت أحلى أيام، ذكريات ما بقدر إنساها. كل الكتب اللي مكتوبة عن كيف المدير لازم يدير مكتبه تيخلق جو صحي للموظفين نحن ما قريناها، نحن عشناها مع ماجي. تعلمت من ماجي مبادئ بعدني بطبقها اليوم بشغلي. بهالمرحلة شفت ماجي المجتهدة، المبدعة، المشجعة، الحكيمة، والصبورة كتير أكتر ما بتتخيلوا، والمتواضعة. بس أكتر شيء بقي معي هو قرارها الصلب بأنها دايماً تغفر وما تخلي محل للحقد بحياتها. كان في مرة واحد من المدراء بهالمؤسسة عم بيحاربها لماجي بظلم كبير. تعرفوا شو عملت ماجي؟ أخذت قرار إنها تغلب الشر بالخير. صارت كل يوم بالسر وبدون ما حدا يعرف تجي الصبح بكير قبل ما حدا يوصل، تحط له المشروب اللي المفضل تبعوله على المكتب تبعوله، ويجي هو يلاقيه ويتفاجأ فيه. وهالشي استمر لمدة أشهر. تعرفوا اليوم راحت ماجي، ويمكن هو بعده لهلأ ما عرف مين كان عم يعمل هالشي، لأنه هدفها لماجي ما كان إنه تربحه لمصلحتها، هدفها كان إنه تخلي قلبها دايماً نقي وطاهر من أي مرارة وكراهية.
هيدول دروس صعبة ننساهم. لو ماجي هلأ هون وسمعتني عم بشكر فيها كانت قالت هلأ شي نكتة وتضحكت بس تتغير الموضوع وترجع التركيز كله على ربها، أو كانت بلشت يمكن تشكر بحدا من الموجودين هون وتقول قديش هو منيح بس حتى تشيل الأنظار عنا. هيدا ماجي اللي بيعرفها بيعرف إنه هيدا الشي صحيح. ماجي كان عندها ضعفات وأنا شفتهم بهالمرحلة، بس تعرف شو؟ ماجي ما كانت تخاف تحكي عن ضعفاتها، لأنه مثل ما بيقول بولس كانت تفتخر بقوة الرب اللي بتظهر وبتكمل بضعفها. بعتقد بقدر احكي عن لسان بولين ونوشيق ومارلين وكل اللي اشتغلوا معها بهالمكتب بورد فيجن وقت اللي بقول انه اللي اختبرناه معها ما بينتسى. في اشياء كتير منخبرها ورح نخبرها، بس في اشياء اكتر رح تبقى مكتومة بالقلب بس صداها بالابدية. ثالث مرة أو ثالث مرحلة التقيت عايشت فيها ماجي كانت وقت اللي صارت صديقة لعائلتنا. كنت دايماً أحكي أنا وزوجتي عن مبادئ التضحية المسيحية وعن دور المرأة بحسب الكتاب المقدس. كنت دايماً تقول لي زوجتي هوري إنه بس أنا ما شايف حدا هيك، ما شايفة حدا هيك. وأنا كنت جاوبها لازم تتعرفي على ماجي. وإجا الوقت وتعرفت على ماجي، وهوري يعني زوجتي حبت ماجي أكتر مما أنا كنت حبها، وماجي صارت تتحمس تشوف هوري أكتر ما تتحمس تشوفني. طلعت أنا برا. بهالمرحلة كانت فترة الصراع مع المرض، بس ماجي رفضت، كان القسيس كمان عم بيقول نفس الشيء، رفضت إنه المرض هو يكون واقعها، بل كانت ببسمة رضا على وجهها دايما تلاقي شيء تتشكر الرب عليه وتقول مش رح انسى كل بركات الرب بحياتي ويصير المرض هو حياتي. وحتى بوقت تعبها كانت تحضر ألعاب كرمال بس نزورها كعائلة تلهي لجوناثان ابني حتى ما يزهق. كانت تفكر بالكل، الكبير والصغير. رح أختم برسالتين قصار، رسالة من ماجي إلكم ورسالة مني لماجي. أنا بعرف شو كانت ماجي رح تقول بهالمناسبة. ما كانت تضيع فرصة إلا ما تشارك دعوة المسيح مع الناس. ماجي كانت رح تقلك اليوم إذا أنت ولا مرة سلمت حياتك للمسيح، اليوم خذ قرار إنك تقبله ربك ومخلصك، لأنه ما في أمل ولا رجاء لا بهالعالم ولا بالحياة التانية إلا بيسوع المسيح. وإذا أنت مؤمن، رسالة ماجي لألك ما تعيش لهالعالم الزايل، ما في شي حرزان بهالعالم، عيش كرمال المجد الأبدي مع الرب. بدي أقلكم ماجي ما ماتت أبداً، هيدا أكبر كذبة. ماجي هلأ دخلت الحياة. ورسالتي أنا لماجي، ماجي لم يكن العالم مستحقاً لك، طال انتظارك، بس أخيراً صرت بأحضان حبيبك وحبيبي يسوع. نعماً أيتها الآمة الصالحة الأمينة، ادخلي إلى فرح سيدك. استمتعي بعيشة السماء، وإلى اللقاء يا ماجي. المسيح قام. Շուկրան Լևոն։ 620-րդ երգեն 3 համար պիտի երգենք, առաջին, երկրորդ եւ 5-րդ համարները եւ պիտի պատրաստվենք Տերոջը խոսքը լսելու։ Թևերըտներ ինձ թողըլա, միշտովանի և ապաստան, ոմպնագի, ես ամրտով, զերծ վդանք է և
այս աշխարհի յանքի շրջան Եվ ախով ամեն վարգյան թևեր ու տար միայն ով դեր գրնաբամբիլ վեզան վերջին համար Դեր դարացեր թևեր թիմրան Անոնքը լանթող ինձ վրա Մինչև վերջին ռոբենք յանքիս թևեր ու տակավչի հորքին Ասոխոսկեն վիդիգարտամ դեր Իսուսի ավետարանեն ավետարանս Մատյոսի 25-րդ գլուխ 14 համարեն սկսյալ Օդար երկիր կացող մարդը գանչեց իր ձարաներ և իր ունեցած անոնց հանցնեց Մեկուն տվավ 5 տաղանդ ու մեկուն 2 և մեկուն 1 Ամեն մեկուն իր կարողությանը չափ ու անմիջապես ճամփա ելավ Ան որ 5 տաղանդ հարաձեր քնած անոնցով կործեց և ուրիշ 5 տաղանդ շահեցավ Նմանապես ան որ 2 արաձեր ուրիշ 2 ալ շահեցավ Իսկ ան որ 1 արաձեր քնած քեդինը փորեց ու իր դիրոջը ստագը բայեց Շատ ժամանակ հետո այն ձաներուն դեր եկավ և անոնց մե հաշիվ ուզեց 5 տաղանդ առնողը եկավ ու ուրիշ 5 տաղանդ ալ բերավ ու ասավ դեր 5 տաղանդ հանցնեցիր ինձնի ահա ուրիշ 5 տաղանդ ալ անոնց վրա շահեցա դերը ասավ անոր Հաբրիս բարի ու հավատարիմ ձարա Թում որ քիչ բանի մեջ հավատարիմ եղար քեզ շատ բաներու վրա պիտի գեցնեմ մտիր քու դիրոջդ ուրախությանը մեջ 2 տաղանդ առնողն ալ եկավ ու ասավ դեր 2 տաղանդ հանցնեցիր ինձի ահա ուրիշ 2 տաղանդ ալ անոնց վրա շահեցա դերը ասավ անոր Հաբրիս բարի եւ հավատարիմ ձարա Թում որ քիչ բանի մեջ հավատարիմ եղար քեզ շատ բաներու վրա պիտի գեցնեմ մտիր քու դիրոջդ ուրախությանը մեջ 1 տաղանդ առնողն ալ եկավ ու ասավ դեր գիտեի թե թուն խիստ մարդ մնես չսերմանած դեղետ կհնցես ու չցանած դեղետ կժողվես ուստի վախնալով կացի քու տաղանդդ քետնին տակ բայեցի ուստի ահա քուգդ քեզի կբերեմ Պատասխան տվավ անոր ու դերը ու ասավ չար եւ ձույլ ձարա գիտեիր թե չսերմանած դեղես կհնցեմ ու չցանած դեղես կժողվեմ Ուրեմն պետք էր որ իմ ստագս սեղանավորներուն դայիր որպես եկած ադենս շահով առնեի Արդ արեք ատկե դաղանդը ու 10 դաղանդ ունեցողին դվեք Քանզի ամեն ունեցողին պիտի դրվի ու պիտի ավելնա եւ չունեցողին ունեցածն ալ անգե պիտի առնվի Իսկ այդ ամբիդան զարան դուրսի խաբարը հանեցեք հոմ պիտի լալ եւ ագրաներ գրջդել Թող դեր օրհներ սուբ խոսքին ընթերցում մեր փորն հավատքին շինության համար Ընդհանրապես սիրելիներ երբ թաղման պաշտամունքի գուքանք կմտածենք մեր եւ գանտրատարնանք մեր ցանկի ժամանակավոր լալու մասին Եվ ընդհանրապես ներկաները գուզենք տնել հետևյալ մարդահրավերին դիմաց ինչ որ քիչ առաջ ալ գտնվեցավ Գուզենք որ մտածեն իրենց ցանկին մասին Եվ թե որքանով պատրաստ են այս բահը, այս մահվան, այս վիճակը, այս բահը թիմակրավելու։ Կամ գիտենք որ օրը չէ օրը այս մահվան թիմաց պիտի գնանք։ Անշուշտ քրիստոնեական հավատքի մեր հասկացողությանը մեջ եւ ցանկի հասկացողությանը մեջ Տեր Հիսուսի գադարած փրկագործությունը խաչին վրա իր դված մեղքերու թողությունը եւ հարության այդ իրականությունը հարությունով շնորհքով դրված այդ փրկությունը գտնա մեզ հավիտենական ցանկի այդ ջամփուն վրա տնել Եվ ինչ գեղեցիկ եւ որ գսենք ել մեսիհ կամ հաղթան կամ որովհետեւ անոր համար եկեղեցի եկած ենք այսօր Կամ որ կհավատանք Տեր Հիսուս Քրիստոսի հարուցյալ լալու այդ իրականության քան եսավ ես եմ հարություն ու ցանկը Ամոր ինձ կհավատա թե մերնի պիտի ապրի
Սակայն անոնց համար, որ Տեր Հիսուս Քրիստոսը ընդունած են որպես անձնական Տեր եւ Փրկիչ, եւ եղած են նաեւ Քրիստոսի աշակերտ իրենց կյանքի մեջ եւ ծառա, նաեւ պիտի մտածել, թե որքանով իրենց կյանքը լեցուն է հավատքի կորձերով, Քրիստոսի կորձերով, Աստծո կորձերով։ Կամ Պողոս Արաքյալ գսե, որ դուք Աստծո ցերկերուն կորձերն եք, Քրիստոսով ստեղծված կամ Քրիստոսով վերստեղծված բարի կորձերու համար։ Եվ անշուշտ այս հասկացողությամբ քրիստոնեական հավատքը առանց կորձերու մեռած է։ Եթե կհավատանք, եթե Տեր Հիսուս Քրիստոսի զավակներն ենք, իր կյանքին օրինագին հետևելու ենք, եւ անշուշտ մեր կյանքի մեջ այդ հավատքի կորձերը պետք է լան։ Սուրբ Հոգին այդ բդուղը պետք է դեսանելի լա մեր կյանքի մեջ։ Եվ քիչ առաջացի այդ Էլմաջյան երգանի մեջ այդ երգը, որ պետք է բարապ ցերկով ելնել, ոչ։ Հավատացյալը պետք չէ բարապ ցերկով ելնել Աստծո առջև, պետք է լեցուն ցերկերով ելնել, հավատքի կորձերով պետք է Աստծո առջև գնա։ Անշուշտ այս հարցումը այդ երգին մագին չի վերաբերիր, որովհետև ըսի իր ցերկերը Աստծո առջև լեցուն են ծառայությունով եւ անշուշտ անձերով, որոնց կյանքին թված է, որոնց սիրած է, որոնց ծառայած է եւ առաջնորդած է Տեր Հիսուսի։ Եվ անշուշտ Աստծո փառք կուտանք, քանի որ փառքը Աստծո գվերապեր։ Եթե ոսլար այդպես պիտի սեր։ Հետևաբար Տեր Հիսուսի այս Մատթեոսի մեջ հիշված այս արագը Տեր Հիսուս կպատմի իր խաչելության նախորյակին եւ թրված է արակներու այդ շարքի մեջ, որ կապված է պատրաստության հարցը, փեսան թիմավորելու։ Նաեւ կապված է Աստծո դատաստանին հետ, Աստծո առջև գնալու։ Եվ եթե գարտակ շարունակեք այս ճշմարտությունը պիտի տեսնեք։ Անշուշտ մեկնաբանության մեջ այս արագին գշեշտենք այն ճշմարտությունը, թե որպես անհատներ Դերը մեզի դված է դաղանտներ, ամեն մեկուն կարողության չափով։ Ասի հոգևոր իրականություն է, եւ որպես իր զավակները գուզե, որ մենք մեզի դրված դաղանտները գարանանք լավագույն ձևով գործածել իրեն համար եւ անշուշտ ուրիշներուն ծառայելով։ Եվ անշուշտ Սուրբ Հոգին է, որ Սուրբ Հոգին կորձն է մեր կյանքի մեջ, այդ տաղանդները բդղապեր պիտի դարձնենք։ Չենք կրնար ձույլ հավատացյալներ ըլլալ, որովհետև այսօր վերջավորության չար ծառա գոչե, որովհետև ձույլ էր։ Այո, սիրելիներ, մենք կորձերով չենք փրկվիր։ Փրկությունը կորձերով չէ։ Փրկությունը Աստծո շնորհքով է, Քրիստոսի միջոցով կատարված, բայց Դերը մեզ գփրկե, Դերը մեզի նոր կյանք կուտա ծառայության համար, որբեսի գարենան Քրիստոսի լույսը, անշուշտ Քրիստոսի ավետարանին բարի լուրը եւ լույսը եւ սերը հասցնել մարդոց, մանուկին, բադանիին, գնոջ, եկեղեցու անդամներուն եւ որը որ հանդիպինք մեր կյանքի մեջ։ Արագին մեջ Տերը երկու ծառաներն ալ քնահատեց, Աբրիկ, բարի եւ հավատարիմ ծառա, եւ հրավիրեց իրենք իր ուրախության մեջ մտնալու։ Այսօր դերը նաեւ մեր քրոջ պիտի ասե Աբրիս, բարի եւ հավատարիմ ծառա, մդիր քու դերոջդ ուրախության մեջ։ Բարի, որովհետեւ բարին կորձեց իր կյանքին մեջ Հիսուսի օրինակին հետևելով։ Ադորամար բարի գոչենք եւ հավատարիմ, որովհետեւ հագարակ նաեւ իր կյանքի մեջ ունեցած բոլոր դժվարություններուն միշտ հավատարիմ գտնվեցավ իր դերոջ եւ անշուշտ Տեր Հիսուսի սկզբունքներուն։ Ադորամար ասենք, թող Դերը իր հիշադակը օրհնություն ընե մեր բոլորին համար եւ Դերը դա որ մենք գալ գանանք
բարի մեր յանքի մեջ Աստծո չափանիշով բարի կորց ունենալ Քրիստոսի զորությունով եւ անշուշտ Սուրբ Ոգին առաջնորդությունով։ Այս պաշտամունքի վերջավորության իմ եւ հովիվ եղբայրներու սանով ուզեմ ցավակցություններս հայտնել իր քրոջ Լիգին Լենային դեր հոր դեր շնորհք եւ անշուշտ իր ազնիվ գնոջ եւ զավակներուն ամայն հարազատներուն ամայն բարեկամներուն որոնք այսօր նաեւ այստեղ են կամ այստեղ չեն բայց երբ որ լսեցին վստահ եմ որ մագին պիտի իշեն նաեւ Քեսաբի Սուրբ Երորդյան եկեղեցին գոմե խնդրանք կա որ նաեւ իրենց ցավակցությունները հայտնեմ ընտանիքին նաեւ վերաբադվելի դոկտոր Փոլ Հայդոսյան մեր միության նահակը նաեւ արդու խնդրեց որ նաեւ իր ցավակցությունները փոխանցեն որովհետեւ սա մագին մեր միության գրեթե դարբեր դաշտերում մեջ նաեւ ծառայություն ունեցած է Թաման Բաշտամունքեն յետք Փանկուցային հարազատները ցավակցությունները պիտի ընդունեն նախ եկեղեցվո մուտքին որ մե յետ Թաման արարողություն պիտի կատարվի բուր չամուդի հայավետարանական քերեզմանադամ մեջ ապա ցավակցությունները պիտի ընդունեն եկեղեցվո հասեսյան սրահի մեջ մինչև երեկոյան 6 Եք մեր Բաշտամունքը անշուշտ փոխան Զագեբեսայի գրնակ նաև նվիրատություններ կատարել եկեղեցու աղքատախնամ ֆոնդին։ Եք մեր Բաշտամունքը փագենք ոտքի վրա երկելով հայր մերը Տեր Հիսուսի մեզի սորվեցած դերունական աղոթքը։ Հայր մեր որ երգինս ես Սուրբ Եղիցի անուն քո Եկեսե արքայություն քո Եղիցի որ մեսեր ինս եւ երգրին Զաց մերան ամազոր նուր մեզ այսօր Թող մեզս մարնիս մեր որ մեզ եւ մենք թող մերոց բարդամանա եւ մի նանիրս մեզի փորձություն Զիքոյարկայություն եւ զորություն եւ պարք Հավիդյանը Սավիդենից ամեն եւ հիմա մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը Հորասո սերը եւ Սուրբ Օգուին հաղորդակցությունը, մխիթարությունը, խաղաղությունը եւ առաջնորդությունը մեր բոլորին է դլա հիմա եւ միշտ եւ հավիդյան ամեն